Հայաստանում ատելության խոսքն ունի լուրջ ծավալներ եւ օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կազմակերպած երկօրյա միջոցառմանը քննարկվել են մասնավորապես սոցիալական մեդիայի եւ սոցցանցերի միջոցով տարածվող ատելության դրսեւորումներն ու դրանց պատճառները։ Շատ թյուր են պատկերացումները ատելության խոսքի հետ կապված, ավելին չափազանց հաճախ են այնպիսի դեպքերը, երբ անձին ատելության խոսք են օգտագործում, չպատկերացնելով, որ իրենց օգտագործած խոսքի տեսակը հենց ատելության խոսքի դրսևորումներ է պարունակում, եւ այդ դիտանկյունից անչափ կարեւոր է բոլոր շահագրգիռ կողմերի հետ թե իրազեկվածության բարձրացման ուղղված միջոցառումներ ունենալը, թե նաեւ նրանց կողմից համապատասխան գործիքակազմերի մշակումն ու իրացումը։ Ատելության խոսքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում թեմայով քննարկմանը մասնակցել են ազգային ժողովի պատգամավորներ, դատական իշխանության, դատախազության, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներ։ Շատ կարևորեցինք նաև ազգային ժողովի պատգամավորների հետ ատելության խոսքի դեմ պայքարին առնչվող գործիքակազմերի առնչությամբ բարձրաստիճան քննարկման կազմակերպումը, քանի որ թե ազգային ժողովը, թե հանրային գործիչները չափազանց լուրջ դերակատարություն ունեն ընդհանրապես ատելության խոսքի դեմ պայքարի գործիքակազմերի համատեքստում։ Անահիտ Մանասյանը կարևորում է ատելության խոսքի կանխարգելման ուղղված հետևողական աշխատանքը, ընդգծում, որ այն ոչ միայն վտանգում է հասարակական համերաշխությունը, այլև ժողովրդավարական արժեքների ամրապնդումը։ Ատելության խոսք տարածվում է ինչպես մասնագիտական համայնքի կողմից, այնպես էլ հանրային ու քաղաքական գործիչների կողմից։ Ավելին նշեմ, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները եւս հաճախ հենց ատելության խոսք են իրենց խոսքի շրջանակներում օգտագործում, եւ սա չափազանց վտանգավոր երևույթ է։ Քննարկմանը ներկայացվել են միջազգային փորձը, իրավական մոտեցումները եւ մեդիայի պատասխանատվության հարցերը։ Քննարկվել են գործնական իրավիճակներ, փորձելով համատեղ մշակել արդյունավետ մեխանիզմներ ատելության խոսքի դեմ պայքարի եւ հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ։ Թուրեր Մկրտչյան, Ուրեր։